Բարև ձեզ սիրելի խեցգետիններ, սա ձեր աստղաբանական կանխատեսում 2026 կարմիր հրեղեն ձիու տարվա համար եւ տարին միանշանակ չի, բավականին արմատական փոփոխություններ են ձեզ սպասվում սիրելի խեցգետիններ, հատկապես գործնական եւ ֆինանսական ոլորտներում։ Դիտեք այս վիդեոն մինչև վերջ եւ ամեն ինչ կիմանաք այն մասին, թե ինչպիսին է լինելու այս բարդ եւ ոչ միանշանակ տարին։ Սիրելի բարեկամներ, ինչով է բարդ 2026 թվականը, ես արդեն բազմից անդրադարձել եմ այդ տարվա խնդիրներին, կարմիր հրեղեն ձիու տարվա, որ այն բարձրագույն մոլորակները, որոնք 25 թվականի ընթացքում մի որոշ ժամանակով արդեն իսկ տեղափոխվել էին հաջորդ կենդանակերպ, այսինքն դրանք որոնք են հատկապես 3 հիմնական բարձրագույն մոլորակները, ծանրաքարշ այդ մոլորակները, դա Սատուրնը, Նեպտունը եւ Ուրանը, ահա նրանք կարճ ժամանակով 2025 թվականին տեղափոխվել էին հաջորդ կենդանակերպ, այսինքն նախանշել էին դեռևս այդ փոփոխությունները, բայց հիմնովին, այսինքն այսպես արմատական կերպով այդ բոլորը կդրսևորվի եւ վերջնական տեսքը ստանա միայն 2026 թվականին, որովհետև 2026 թվականից հենց տարվա սկզբից այս մոլորակները հիմնովին կտեղափոխվեն հաջորդ կենդանակերպ, այսինքն էապես, արմատապես այլ էներգետիկայի պայմաններում ստիպված կլինենք, այսպես ասած, ապրել եւ գոյատևել։ Հատկապես էական է Սատուրնի եւ Նեպտունի, այսինքն այդ ծանրաքարշ մոլորակների ծանր, որ երկար ժամանակ մնում են մեկ կենդանակերպի սահմաններում, տեղափոխությունը, տեղաշարժը ձկներից, ջրային ձկներից դեպի հրեղեն խոյը, որովհետև սա էներգետիկական ամենահզոր փոփոխությունն է։ Ջրի փոփոխությունը, ջրի անցումը դեպի կրակը, դեպի հուրը, դեպի խոյը, որը առաջին կենդանակերպն է զոդիակալ պարբերաշրջանում։ Եվ առաջինը իհարկե ձկները կլքի Նեպտունը։ Նեպտունը, սիրելի բարեկամներ, անորոշության, մոգության, գայթակղությունների, նաև հաճախակի մանիպուլյացիաների եւ խաբեության մոլորակ է։ Նեպտունը մուտք կգործի խոյ հունվարի 26-ին 2026 թվականին եւ այնտեղ կմնա, սիրելի խեցգետիններ, 12 տարի շարունակ, եւ դա ձեր 10-րդ աստղատունն է, սիրելիներս, դա ինչ է նշանակում։ 10-րդ աստղատունը մեր բարձրագույն նպատակն է, որին մենք ձգտում ենք ամբողջ կյանքի ընթացքում։ Այն նպատակը լինի աշխատանք, լինի պաշտոն, լինի սոցիալական կարգավիճակ, ամուսնություն, չգիտեմ, ինչ որ քաղաքացիություն եւ այլն, որին մենք ձգտում ենք երկար ժամանակ շարունակ։ Եվ ահա այդ ծանր մոլորակը 12 տարի շարունակ մուտք է գործելու, սիրելի խեցգետիները, տարանցելու է ձեր 10-րդ աստղատնը, որը նշանակում է էական փոփոխություններ գործնական ոլորտում, աշխատանքի փոփոխություն, պաշտոնի փոփոխություն, բիզնեսում փոփոխություն, եւ Նեպտունը նաեւ հայտնիություն է տալիս, այսինքն եթե դուք ամեն ինչ ճիշտ անեք, սիրելի խեցգետիներ, ապա բարձր հավանականություն է, որ դուք հայտնի կդառնաք, հանրահռչակ կդառնաք այն ոլորտում, որտեղ դուք կաշխատեք մոտակա 12 տարիների ընթացքում, այսինքն դա հիմնականում այդ ոլորտները կարող են լինել SMM-ի ոլորտ, կարող է լինել ինչ-որ բլոգինգ, այսինքն որ ձեզ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ դիտեն եւ տեսնեն եւ ճանաչեն, շատ հավանական է, կամ դերասանական ոլորտ, կինոյի ոլորտ, հեռուստատեսության ոլորտ, Նեպտունը ղեկավարում է այդ բոլոր ոլորտները։ Եվ իհարկե շատ ցանկալի է կիրառել բարձրագույն տեխնոլոգիաները, եթե ուզում եք հասնել հաջողության։ Հա այդ դեպքում, եթե ամեն բան ճիշտ անեք, եթե ձեր մղումները լինեն Նեպտունի բարձրագույն թրթիռների համապատասխան, որովհետև Նեպտունը իր ցածր
դրսևորման մեջ մանիպուլյացիայի եւ անորոշության, խաբեության մոլորակ է, բայց բարձրագույն իր դրսևորման մեջ անսահման տիեզերական սիրո, այսպես ինքնազոհողության մոլորակ է, հույս, հավատ եւ սերը, հա սա է խորհրդանշում Նեպտունը։ Եվ եթե դուք կարողանաք այդ ամենը դրսևորել ձեր աշխատանքում, ձեր բիզնեսի մեջ, այսինքն այն ոլորտում, որովհետեւ դուք զբաղված կլինեք մոտակա 12 տարիների ընթացքում, դուք կհասնեք մեծագույն հաջողությունների, սիրելի խեցգետիններ։ Եվ հաջորդ մոլորակը, որը փոխում է իր դիրքավորումը 2026 թվականի սկզբից, Սատուրն է, չարաբաստիկ Սատուրնը 2026 թվականի փետրվարի 14-ից մոտ կգործի Խոյ կենդանակերպ եւ այնտեղ նա կմնա 2 տարի շարունակ, մինչեւ 28 թվականի ապրիլի 13 եւ ձեր 10-րդ տանը կլինի կրկին, որը որ կրկին անգամ հուշում է, որ փոփոխություններ են սպասվում գործնական ոլորտում, աշխատանքային ոլորտում, հնարավոր է ինչ որ փոփոխություն լինի նաեւ ձեր ղեկավարության մեջ։ Սատուրնը այսպես խիստ ղեկավար է, որը ձեզանից տարիքով մեծ մարդ, այսինքն շատ ավելի մեծ, անգամ դա բիձուկ է, ծերուկ է, ինչ որ սենց, հա, երկար մորուքով սպիտակ, դա Սատուրնի խորհրդանիշն է իմ պատկերացմամբ։ Եվ ահա նա 10-րդ տնով է անցնում, այսինքն ձեր այդ գերագույն նպատակի սոցիալական կարգավիճակին կլինի, աշխատանքային ոլորտում կլինի, պաշտոնի ոլորտում կլինի, ընդհանրապես 10-րդ տունը դա հասարակական տուն է, նաև նա կապված է մայրական գծով եկող ժառանգության հետ, այսինքն եթե այդպիսի ժառանգություն եք պատրաստվում ստանալ, ապա երկար քաշքշուկներից հետո այնուամենայնիվ ամեն բան լավ կլինի, սիրելի խեցգետիններ, բայց ընդհանուր Սատուրնը Նեպտունի հետ ձեզ իհարկե ոչ թե ստիպելու է, այլ տրամադրելու է, որ դուք շատ աշխատեք, որ դուք շատ ավելի էներգիա ծախսեք, շատ ավելի ջանքեր եւ եռանդներ դնեք այն ոլորտի մեջ, որով դուք արդեն կզբաղվեք մոտակա 12 տարիների, 2-ից 12 տարիների ընթացքում։ Ու իհարկե արդեն դուք գիտեք, կարծում եմ այդ ոլորտը, որովհետև թե Սատուրնը, թե Նեպտունը 25 թվականի ընթացքում արդեն մեկ անգամ փոխել են իրենց դիրքավորումը եւ ձկներից մուտք են գործել արդեն Խոյ, բայց իհարկե որոշ ժամանակով, մի քանի ամսով հետո նորից վերադարձել են ձկներ եւ դե ձեզ ժամանակ է տալիս այդ ամիսները մինչեւ 26 թվականի հունվարի 26-ից փետրվարի 14 ենք այդ ժամանակահատվածը, դա ամենա այսպես կարևոր եւ ամենավճռորոշ եւ վճռական ժամանակահատվածն է լինելու, երբ արդեն իսկ դուք պետք է վերջնականորեն որոշում կայացնեք եւ որոշակի փոփոխություններ լինեն ձեր գործնական, սոցիալական ոլորտում։ Դա կարող է ոչ միայն աշխատանքին վերաբերվել, դա կարող է վերաբերվել անձնական կյանքին, ամուսնությանը, կարող է վերաբերվել ձեր սոցիալական կարգավիճակին, այսինքն դուք հղի եք եւ բալիկ եք ունենում եւ ձեր սոցիալական կարգավիճակը փոխվում է, մայր եք դառնում, դա նույնպես 10-րդ տան հետ է կապված, այսինքն եւ կարող է նաեւ մի քանի ոլորտներին վերաբերվել, ինչպես անձնական, այնպես էլ գործնական ոլորտին, բայց 10-րդ տունը ընդհանրապես դա լուծում է իրավիճակ, այսինքն այն իրավիճակը, որից դուք դեռ ելքը չեք տեսնում, ինչ որ խճճված զարգացումներ են ձեր կյանքում, հատկապես այդ 25 թվականի երկրորդ կեսին հավանական է, արդեն 26 թվականի հունվարի վերջ եւ փետրվարի ընթացքում այդ ամենը կկարգավորվի եւ կհստակեցվի։ Եվ հաջորդ իհարկե աստղաբանական իրադարձությունը տարեսկզբին մենք ունենանք, այսպես ասած, ձմեռային խավարումների միջանցքը, որը կսկսվի փետրվարի 17-ին արևի օղակաձև խավարմամբ 28 աստիճան ջրհոսում, սիրելի խեցգետիններ, եւ այդ ուրեմն
խավարումը, տարվա առաջին խավարումը տեղի կունենա 28 աստիճան ջրհոսում եւ ձեր 8-րդ աստղատանը, որը անմիջականորեն կապված է ֆինանսական ոլորտի հետ, մեծ գումարների հետ, վարկերի, պարտքերի հետ, հնարավոր է, որ ձեր այդ նոր բիզնեսը կամ նոր աշխատանքը կամ նոր պաշտոնը պահանջի նոր ներդրումներ, հնարավոր է նոր ուսում, հնարավոր է ինչ-որ վարկեր կամ դուք որոշեք ինչ-որ նոր բնակարան ձեռք բերել, որը նույնպես կնպաստի այդ ձեր գործունեությանը, նոր գործունեությանը։ 8-րդ տունը կապված է նաև ժառանգության հետ։ Ես ասացի, որ նաև մայրական գծով ժառանգություն կարող է ստանալ եւ նաև մեր զուգընկերների կամ գործընկերների եկամուտների հետ։ Այսինքն այդ ոլորտում ձեր գործընկերները եւ զուգընկերներն հնարավոր է ավելի լավ պաշտոնի տեղավորվեն։ Դա ոչ միայն հնարավոր է վերաբերվի ձեզ, սիրելի խեցգետիներ, նաև ձեր գործընկերների զուգընկերներին ավելի բարձր աշխատավարձ ստանան, ավելի լավ աշխատանք ստանան։ Եվ այդ ամենը փետրվար ամսվա ընթացքում կհստակեցվի եւ դուք կտեսնեք այդ բոլոր զարգացումը, բայց այնուամենայնիվ 8-րդ տունը անսպասելի զարգացումների տուն է, այսինքն պետք է շատ զգուշ լինել, հատկապես այդ ստուգող մարմինների հետ, վերահսկող այդ հարկային, հարկադիր, չգիտեմ, տարբեր այդ ոլորտների հետ, եթե առնչություն է, եթե բիզնեսով եք զբաղվում կամ եթե պարտքեր ունեք, նույնպես այս օղակաձև խավարումը արևի կհստակեցնի եւ կպահանջի լուծումներ այդ պարտքերի հետ կապված։ Եվ երկրորդ խավարումը տարվա կլինի մարտի 3-ին 2026 թվականի, դա լուսնի ամբողջական խավարումն է լինելու 12 աստիճան կույս նշանում եւ ձեր երրորդ աստղատանը։ Երրորդ աստղատունը ակտիվություն է խորհրդանշում, նոր ուսում, նոր ինչ-որ հնարավոր է վերապատրաստում անհրաժեշտ լինի, նոր շարժական գույք, նոր ավտոմեքենա կամ որոշակի պահանջի հստակեցում այդ բոլոր ոլորտներում։ Հնարավոր է այդ աշխատանքի բերումով դուք ավելի շատ ճամփորդեք կամ շրջագայեք կամ կարճ ճանապարհներ հաճախակի գնաք։ Ամեն դեպքում այդ լուսնի ամբողջական խավարումից հետո, այսինքն արդեն մարտի 3-ից հետո այդ բոլոր գործնական փոփոխությունները, ֆինանսական փոփոխությունները արդեն իրենց հստակ եւ այսպես շոշափելի ուրվագծերը կստանան։ Հաջորդը մեզ մոտ Մերկուրին է, անցնենք արդեն մուրակներին, մուրակները երբ են լինում խեցգետնում և ինչ շարժ, ինչ այսպես ասած զարգացումներ են, ինչ շարժի հետևանքով ինչ զարգացումներ կլինեն։ Սիրելի խեցգետիներ, Մերկուրին խեցգետնում կլինի հունիսի 1-ից, բայց այնուամենայնիվ Մերկուրին կանգ է առնելու և արդեն հունիսի 29-ին Մերկուրին կանգ է առնելու եւ կլեքի խեցգետինը միայն օգոստոսի 9-ին, ինչ է սա նշանակում, բնականաբար հետընթաց Մերկուրիի պարագայում ցանկալի չէ ինչ-որ նոր բիզնեսներ հիմնել կամ նոր փոփոխություններ գործնական կամ անձնական կամ էական կտրուկ փոփոխություններ ծրագրել, այսինքն ցանկալի է մինչև հետընթաց Մերկուրին կամ հետընթաց Մերկուրիի ավարտից հետո, այսինքն եւ ուղընթաց լինի Մերկուրին։ Այսինքն սա նշանակում է հունիս օգոստոս ամիսներին, ամբողջ այդ հունիսը եւ մինչեւ օգոստոսի 9-ը ցանկալի չէ ինչ որ կարևոր նախաձեռնություններ անել, եթե նոր են այդ նախաձեռնությունները, եթե ընթացիկ են, այսինքն եթե դուք ավարտում եք ինչ որ գործընթաց, որը նախորդ ժամանակահատվածում եք ստեղծել, ապա կարելի է, բայց էապես նոր նախաձեռնություններ ցանկալի չէ, որովհետև դա խնդիրներ կառաջացնի կամ կխաթարի ձեր այդ հիանալի ընթացքը, որը պայմանավորված է գործնական այդ փոփոխություններով։ Իհարկե ամենամսյա կանխատեսումներում, սիրելի խեցգետիներս, ավելի մանրամասն կանդրադառնամ Մերկուրիի այս հետընթաց շարժին հունիսից օգոստոս, բայց ամեն դեպքում այդ ժամանակահատվածում պետք է լինել զգուշ, բայց ես ասեմ, քանի որ այդ հետընթաց Մերկուրին ներառում է նաև խեցգետին, իբրև այսինքն խեցգետնի ժամանակահատված, այսինքն ձեր սոլարը, ձեր արեգակնային վերադարձը, ձեր ծննդյան օրը, բոլոր խեցգետինների մոտ դա այդ ընթացքը իհարկե նաև
հատկապես եթե դուք ծնվել եք մինչև հուլիսի 24-ը, բայց քանի որ Մերկուրին դեռ ստվերային գոտուց դուրս կգա օգոստոսին, այսինքն այնուամենայնիվ այլ խեցգետիների նույնպես կներառի։ Դա տարածվել է ամբողջ տարվա մեջ եւ պետք է շատ զգուշ լինել, ձեր մոտ կարմիկական փորձությունների շրջան է լինելու, սիրելի խեցգետիներ, հնարավոր է ձեր կյանք վերադառնան ինչ որ մարդիկ կամ ինչ որ իրադարձություններ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով ինչ որ խնդիրներ են եղել, ինչ որ բարդություններ են եղել, այսինքն այն կարմիկական իրավիճակները, որոնք դեռ չեն հանգուցալուծվել եւ դուք ստիպված կլինեք այդ ամենը հաղթահարել կրկին։ Սա նույնպես հավանական է։ Հաջորդ իհարկե ամենաբարենպաստը դա Վեներան է, սիրով գեղեցկության մոլորակով Վեներան 2026 թվականին խեցգետնում կլինի մայիսի 19-ից մինչև հունիսի 13-ը եւ իհարկե այդ ժամանակահատվածը ամենաբարենպաստն է ձեզ համար, սիրելի խեցգետիններ, ձեզ բոլորը նկատելու են այդ ժամանակ, բոլորը ձեզ այսպես առատորեն կոմպլիմենտներ են հնչելու ձեր հասցեին, ձեր հմայքը, գեղեցկությունը ել ավելի կընդգծվի եւ մարդիկ դա կտեսնեն, կնկատեն։ Ու բնականաբար հակառակ սեռի կողմից նույնպես ուշադրության կենտրոնում կլինեք եւ առհասարակ բարենպաստն ֆինանսական տեսանկյունից այդ մայիսի 19-ից մինչև հունիսի 13-ը, հատկապես եթե զբաղված եք գեղեցկության ոլորտում, գեղեցկության սրահ, հագուստի սրահ կամ այլ ոլորտներում։ Եվ վերջին իհարկե այդ վերջին այդ մոլորակը, որը արագաշարժ է, դա Մարսն է, որը խեցգետնում կգտնվի օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 28 2026 թվականի, ահա այդ ժամանակ, սիրելի խեցգետիներ, պետք է ակտիվ գործողություններ իրականացնեք, այսինքն ակտիվ նախաձեռնություններ լինեն ձեր կողմից, որպեսզի դուք հասնեք ձեր ցանկացած հաջողության։ Երբ Մարսը անցնում է ձեր արեգակնային նշանով, դա նշանակում է շատ ակտիվ շրջան է, շատ այսպես անկայուն ինչ որտեղ շրջան է, բայց այնուամենայնիվ այդ ամենաանհրաժեշտ է նրա համար, որ դուք պետք է ակտիվ գործեք, այդ էներգիան անհրաժեշտ է նրա համար, որ դուք ակտիվ գործեք եւ հասնեք ձեր հաջողություններին, նամանավանդ որ արդեն սեպտեմբերի 28-ից հետո Մարսը կմտնի Արիոց, իսկ դա ձեր երկրորդ աստղատունն է, այսինքն արդեն եթե դուք ճիշտ այդ ընթացքը սկսեք հենց տարվա սկզբից, հունվարի վերջից, արդեն դուք սեպտեմբերի վերջում արդյունքները ձեր կունենաք, ֆինանսական արդյունքներ եկամուտների տեսքով։ Նամանավանդ եկամուտների տեսանկյունից շատ բարենպաստ է լինելու գալիք տարին, սիրելի խեցգետիններ, ինչու, որովհետև արդեն 26 թվականի հունիսի 30-ից մեծ բարերար մոլորակ Յուպիտերը ձեր էգզալտանտը, որտեղ գիտեք, որ Յուպիտերը մեծր չանկության մոլորակը փառավորվում է եւ հասնում է իր զորության գագաթնակետին հենց ձեր աստղակերպում, խեցգետնում, մտնում է առյուծ եւ զբաղեցնելու է մինչև 27 թվականի հուլիսի 26-ը ձեր երկրորդ աստղատունը, որը խոստանում է մեծ ֆինանսական եկամուտներ, մեծ հնարավորություններ, եկամուտների նոր աղբյուրներ, ֆինանսական մեծագույն հաջողություններ, ընդհանրապես դրական տեղաշարժեր ֆինանսական ոլորտում։ Եվ մինչ իհարկե հունիսի 30-ը 26 թվականի Յուպիտերը դե շարունակաբար գտնվելու է ձեր առաջի աստղատանը, այդ իսկ պատճառով տարվա սկզբին անհրաժեշտ է ակտիվ գործողություններ ձեռնարկել ձեր բիզնեսը, ձեր աշխատանքը, ձեր, չգիտեմ, պաշտոնը բարելավելու ուղղությամբ, որովհետև երբ Յուպիտերը տարանցում է ձեր արեգակնային նշանով, նա բացում է հնարավորություններ, բացվում են ձեր առաջ փակ դռները բոլոր, նոր հնարավորություններ, նոր ծանոթություններ կարող է լինեն, որոնք կօգնեն ձեզ տարվա երկրորդ կեսին այդ ֆինանսական հաջողությունը ունենալ։ Այնպես որ չնայած Սատուրնի եւ Նեպտունի այդ անբարենպաստ դիրքերին, այնուամենայնիվ Յուպիտերը, որը ձեր էգզալտանտն է, ձեր բարերար մոլորակն է, իհարկե գտնվելու է առյուծում եւ բարենպաստ դիրքում ձեզ համար, սիրելի խեցգետիններ,
Այնպես որ այս տարի վճռական գործողությունների տարի է լինելու, այդպես նստած թախտին, սпасելով բախտին, դուք ոչինչի չեք հասնի։ Խեցգետիները երբեմն կասկածում են, արդյոք արժի այդ քայլը կատարել թե ոչ, դե լուսնի ազդեցության տակ է գտնվում խեցգետին կենթանակեպը, ես ձեզ ասեմ, որ մյուս տարի անպայման արժի, առանց մտածելու, բայց ճիշտ քայլեր ձեռնարկելով, արժի թե չարժի մի մտածեք, ճիշտ քայլեր ձեռնարկեք եւ այդ դեպքում դուք կհասնեք հաջողության միանշանակ, սիրելի խեցգետիններ։ Հաջորդ մոլորակը, որը իհարկե նույնպես փոքր անհանգստացնելու է ձեզ, դա Ուրանն է։ Ուրան մոլորակ, անսպասելի փոփոխությունների մոլորակՈւրանը, նա վերջին այդ բարձրագույն մոլորակներից վերջինն է, որը կփոխի իր գտնվելու կենթանակերպը։ Եվ դա տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 26-ից հետո եւ շուրջ 7 տարի Урանը կմնա երկվորյակն է, մուտք կգործի երկվորյակ 26 թվականի ապրիլի 26-ին եւ մինչեւ օգոստոսի 3-ը 32 թվականի նա մնալու է երկվորյակներում եւ ձեր 12-րդ աստղատանը, սիրելի խեցգետիններ, որ իհարկե բավականին բարդ տուն է, որտեվ 12-րդ տուն դա գաղտնի թշնամիների տունն է, գաղտնի ինչ որ զարգացումների տունն է, գաղտնի չգիտեմ հիվանդությունների տունն է, նա պետք է զգուշ լինել, ուշադիր լինել նաև առողջության հետ կապված այս ընթացքում, սիրելի խեցգետիններ, նաև հնարավոր չէ զարգացումներ արտասահմանում ոչ այնքան բարենպաստ եւ ոչ այնքան միանշանակ կամ հեռավար աշխատանք նույնպես հավանական է, բայց ամեն դեպքում իհարկե շատ երկար է Ուրանում 7 տարի շարունակվում է մեկ կենթանակերպում եւ բնականաբար տարբեր ժամանակահատվածներում նա կարող է ինսպիրացնել եւ բերել ձեր կյանք տարբեր զարգացումներ։ Ամեն դեպքում 12-րդ տունը էզոտերիկ գիտելիքների տունն է եւ կշահեն միանշանակ այն խեցգետիները, ովքեր իրենց գործունեության մեջ անպայման կներառեն էզոտերիկան, մետաֆիզիկան, աստղաբանությունը եւ այլն։ Այսինքն մշտապես ցանկալի է նաև խորհուրդներ ստանալ աստղաբաններից, օրեր ընտրել բարենպաստ եւ անբարենպաստ ինչ որ բիզնես սկսելու կամ նոր աշխատանքի համար դիմելու կամ նոր պաշտոնի համար դիմելու եւ այլն, այսինքն այդ բոլոր հաջողությունները ցանկալի է ուրեմն համապատասխանեցնել դիեզերական ռիթմերի, Ուրանը եւ աստղաբանության մոլորակ, այնպես որ սիրելի խեցգետիներ, համեցեք խորհրդատվության։ Փիսո ջան, չզում ինչն ես, գլխիս վերևն է։ Եվ անցնենք արդեն խավարումների ամառային միջանցքին, սիրելի խեցգետիններ, եւս երկու խավարում կլինի 2028 թվականի օգոստ 26 թվականի ու նախ օգոստոսի 12-ին դա կլինի ամենածանր խավարում, արևի ամբողջական խավարումը 20 աստիճան առյուծում եւ ձեր երկրորդ աստղատան, այսինքն կրկին անգամ ընդգծվում է հենց ֆինանսների, ֆինանսական աղբյուրների նոր ֆինանսական հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությունը, որտեվ գիտեք որ արևի խավարումները լինում են նորալուսինների ժամանակ, իսկ նորալուսինները դա նոր դրական էներգիա է հաղորդում այն ոլորտում, որտեղ նա տեղի է ունենում։ Իչի եւ ահա այս խավարումը նման արևի ամբողջական խավարումը շատ կարևոր է ձեզ համար, որտեվ երկրորդ աստղատանն է, այսինքն նա կանխորոշելու է 26 թվականի երկրորդ կեսի բոլոր զարգացումները ֆինանսական, բնականաբար խավարումների միջանցքից ներս ցանկալի չէ որևիցե ինչ որ արմատական կարևոր փոփոխություններ մտցնել կյանք առանց 7 անգամ չափելու նոր մեկ անգամ կտրելու, այսինքն պարտադիր պետք է խորհրդակցել աստղաբանի հետ կամ այլ մասնագետի հետ, որը ձեզ թեկուզ ֆինանսական ոլորտի մասնագետի, որը ձեզ հստակ այդ բոլոր ձեր պատասխանները կտա, ձեր իրավիճակը կբացատրի։ Օգոստոսի 28-ին, սիրելի խեցգետիններ, տեղի կունենա վերջին 2026 թվականի վերջին խավարումը, դա լուսնի մասնակի խավարումն է 4 աստիճան ձկներում եւ ձեր 9-րդ աստղատանը, սիրելի խեցգետիններ, որը որ նշանակում է, որ այդ զարգացումները գործնական, ֆինանսական
աշխատանքի մեջ կապ կունենան նաև արտասահմաններ, այսինքն հնարավոր է համագործակցություն արտասահմանյան կազմակերպություններում, կամ հնարավոր է աշխատեք արտասահմանցին, հեռավար աշխատեք, կամ հենց այնտեղ մեկնեք եւ աշխատեք։ Նո այդ բոլոր զարգացումները իհարկե 26 թվականի երկրորդ կեսին ավելի այսպես հստակ ուրվագծվեն։ Պլուտոնի մասին նույնպես խոսենք, Պլուտոնը գիտեք որ արդեն 24 թվականի նոյեմբերից հիմնովին գտնվում է ջեր հոսում եւ ձեր 8-րդ աստղատանը եւ 20 տարի շարունակ գտնվելու է։ Իսկ 8-րդ աստղատունը դա հենց այդ մեծ ֆինանսների, պարտքերի, վարկերի, հիպոթեկ, այսինքն շատ հավանական է հիպոթեկ կվերցնեք կամ վերցրել եք արդեն սիրելի խեցգետիններ, նաև ձեր զուգընկերների եւ գործընկերների եկամուտների հետ է կապված եւ ահա այստեղ նույնպես էական մեծագույն փոփոխություններ։ Եթե դուք ճիշտ կազմակերպեք ձեր ֆինանսական հոսքերը, դուք շատ մեծ գումարների տեր կդառնաք, սիրելի խեցգետներ, 8-րդ տունը դա մեծ գումարների մասին է։ Այնպես որ պետք է շատ այսպես ուշադիր լինել, այսինքն հնարավոր է մեծ կորուստներ ունենաք, բայց նաև հնարավոր է մեծ ձեռքբերումներ ունենաք, հիսո թրի կյանք։ Հա։ Եվ շատ կարևոր մեկ աստղաբանական իրադարձություն հուլիսի 27-ին 2026 թվականին վերընթաց լուսնային հանգույց, այսինքն ռախուն մուտք կգործի ջրհոս եւ կրկին ձեր 8-րդ աստղատուն, այսինքն նպատակային է լինելու բոլոր այդ 8-րդ տան բոլոր գործառույթները, որտեղ դա ռախուն, դա նպատակային լուսնային հանգույց, իսկ այն ինչին մենք պետքա ձգտենք, իսկ դա ձեր դեպքում դա գումարներն են, մեծ եկամուտներն են, հիպոթեկն է կամ ժառանգություն կարող է ստանալ կամ ձեր գործընկերը կամ զուգընկերը կստանա այդ ժառանգությունները, որը նույնպես դրական կարող է անդրադառնալ ձեր ֆինանսական վիճակի վրա եւ ամբողջ 26 թվականի ընթացքում արդեն հուլիսի 27-ից այդ ռախուն մնալու է ուրեմն ջրոսում, ինչ դա իհարկե նա գտնվելու է ձկներում, որը 9-րդ աստղատունն է, բայց հուլիսի 27-ից հետո արդեն մուտք կգործի 8-րդ աստղատուն, որը նշանակում է, որ հնարավոր է շատ շուտով դուք միլիոնատեր դառնաք, սիրելի խեցգետիններ, եթե ճիշտ վարվեք։ Եվ Սև լուսինը վերջո ներկայացնեմ փոքր խոսենք Սև լուսնի մասին, գիտեք որ 2025 թվականի դեկտեմբերի 20-ից Սև լուսինը մուտք գործեց աղեղնավոր եւ այնտեղ կմնա մինչեւ սեպտեմբերի 14 աղեղնավորը դա ձեր 6-րդ աստղատունը, որը կապված աշխատանքի հետ, ու աշխատանքը, այսինքն Սև լուսինը դա բարդություններ, նախանձություն, հնարավոր է անգամ ինչ որ բացասական զարգացումներ ձեր աշխատավայրում, եթե արդեն այդ ամենը հասունացել է, որ դուք պետք է այդ աշխատավայրից հեռանաք, այդ աշխատանքը արդեն ձեզ չի բավականացնում, չի բավարարում ձեր ֆինանսական պահանջներին եւ այլն, դու արդեն պետք է որոշում կայացնեք եւ հեռանաք այդ աշխատանքից։ Մյուս տեսանկյունից դա նշանակում է, որ շատ պետք է աշխատեք, այսինքն այդ նոր բիզնեսը կամ նոր աշխատանքը շատ ավելի ուժեր է ձեզանից տանելու։ Եվ ի վերջո սեպտեմբերի 14-ին 26 թվականի Սև լուսինը մուտք կգործի Այծ եղջյուր եւ ձեր 7-րդ աստղատունից, 7-րդ աստղատունը դա բացահայտ թշնամիների, զուգընկերների, գործընկերների տունն է։ Այստեղ հնարավոր է մրցակցությունը խորանա ձեր մոտ, այսինքն այն ոլորտում, որտեղ դուք ընտրեք, որտեղ դուք բիզնես եք ծավալում կամ այլ գործունեություն եք ծավալում, ահա այստեղ հնարավոր է մրցակցություն, որ կարող է բերել ինչ որ հարցակումների, միջավայրի վատ վերաբերմունքի ձեր նկատմամբ 7-րդ տունը դա նաև միջավայրն է, այն միջավայրն է, որը մեզ շրջապատում է։ Խնդիրներ կարող ունենան ձեր գործընկերները կամ զուգընկերները, այսինքն հնարավոր է նաև հայտնվեք սիրային եռանկյունու մեջ, սիրելի խեցգետիններ, եւ հայտնվի ինչ որ մրցակցուհի, ինչ որ կին, որը անդադ ուզենա, այսօր ասած, ձեր տղամարդուն ձեզանից տանել, այսինքն 26 թվականի համար պարտադիր ձեզ պետք է այս զարմանահրաշ 9 քարերով թևնոցը, որը տալիս է 9 տեսակի հաջողություններ, սիրելի խեցգետիններ, անպայման պատվիրեք,
Ես ձեզ ցանկանում եմ ֆանտաստիկ 2026 թվական, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, հետևեք ինձ նաև Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում եւ մինչ նոր հանդիպում ամենայն բարիք եմ ձեզ մաղթում, ցտեսություն։